Պարզ հարցեր, թե ինչու է անհրաժեշտ ունենալ բարեփոխված ոստիկանություն։ Ինչու է անհրաժեշտ բարեփոխել ոստիկանությունը։ Գիտեք, ինչ որ առումով մենք ունենք ոչ թե ոստիկանություն, այլ ոստիկանության մուլաժ։ Ոստիկանությունը չի կատարում այն գործառույթները, որոնք որ պետք է կատարի։ Մեզ պետք է ոստիկանություն, որ կկարողանա պայքարի հանցավորության դեմ, որ կկարողանա նվազեցնի ճանապարհների մահացիությունը, որ այն ֆունկցիաները, որոնք մեզ, ձեզ, քաղաքացիներին պետք է որ ոստիկանությունը անի, իրանք կարողանան անեն եւ անեն։ Ինչ է նշանակում ոստիկանական բարեփոխումների ռազմավարություն։ Բարեփոխումների ռազմավարությունը դա այն բոլոր գործողություններն են եւ այդ գործողությունների ընդհանուր պատկերացումն է, որը որ պիտի արվի ոստիկանության բարեփոխումների ընթացքում։ Ինչու է կարևոր ներքին գործերի նախարարության վերաստեղծումը։ Դեք ներքին գործերի նախարարությունը բովանդակային առումով ոչ թե վերաստեղծում, այլ զրոյից ստեղծում է։ Եվ ըստ էության ներքին գործերի նախարարություն, որ ստեղծում է, լինելու է ներքին գործերի նախարար, որը որ քաղաքականությունն է մշակելու, իսկ կոնկրետ ոստիկանության հրամանատարը լինելու է ոստիկանապետը, որը որ կատարելու է իր ֆունկցիաները։ Ինչպես են իրականացվում ոստիկանության բարեփոխումները։ Կա դիմադրություն։ Ոստիկանության բարեփոխումներին կա շատ դիմադրություն, որովհետև այս բարեփոխումները ենթադրում են, որ ոստիկանությունը դառնալու է պակաս կոռումպացված։ Ով է վերահսկելու բարեփոխումների ընթացքն ու արդյունավետությունը։ Իր մասով ազգային ժողովը, որոշակի մասով կառավարությունը եւ քաղաքացիական հասարակությունը։ Բարեփոխումների արդյունքում ինչ է փոխվելու քաղաքացիների կյանքում։ Բարեփոխումների արդյունքում մենք պետք է հասնենք նրան, որ ոստիկանը քաղաքացիների կողմից ընկալվի որպես ընկեր։ Ոստիկանը ընկալվի որպես մի մարդ, որի ծառայությունը մեր կյանքը լավացնելն է։ Որոնք են երաշխիքները, որ ոստիկանության բարեփոխումներն արդյունավետ կաշխատեն։ Երաշխիքներ չկան, բայց բոլորս որպես հասարակություն պետք է փորձենք ամեն ինչ անենք, որ այս բարեփոխումները ստացվեն։ Ով է վճարում բարեփոխումների համար։ Բարեփոխումների համար հիմնականում վճարում են Հայաստանի հարկատուները պետական բյուջեից, որոշ մասով վճարում է Եվրոպական միությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որոշ տեխնիկայի գնման հետ կապված։ Բայց ես պետք է ասեմ, որ բարեփոխումները մեծաշուրջ չեն ենթադրում ծախսերի ավելացում։ Իշխանությանը թե քաղաքացուն։ Ինչ առաջնահերթություն պիտի ունենա ոստիկանը ծառայությունն իրականացնելիս։ Քաղաքացուն եւ միայն քաղաքացուն։ Ոստիկանական բարեփոխումները երբ են ավարտվելու։ Ոստիկանական բարեփոխումները ճիշտը երբեք չեն ավարտվելու, որովհետեւ միշտ կա ավելի լավը դառնալու հնարավորություն։ Մարդիկ հաճախ դժգոհում են բարեկային ծառայությունից։ Ձեր կարծիքով ինչու։ Ինչն է բաց։ Նախ մենք հասարակությունում լուրջ կրթվածության խնդիր ունենք, հանրակրթվածության խնդիր ունենք։ Մենք հայտարարում ենք մրցույթ, այդ մրցույթով մարդիկ գալիս են, այդ մարդկանցից ընտրում ենք լավագույններին, բայց արդյոք դրանք մեր երազանքի կադրերն են։ Հաճախ ոչ։ Եվ երկրորդը դա այն է, որ բարեկային ծառայողները 5 ամիս են սովորում, երբ որ լավ բարեկային ծառայող ստանալու համար պետք է 2 տարի կրթել։ Պարզապես եթե մենք 2 տարի կրթենք, ապա տենց 2 տարի էտապներով Սյունիքի մարզում օրինակ բարեկային ծառայությունը կգործարկվի 30 թվականին։